Տիկին Պետրոսյան, նախ որ կարգավորումներն են, որ համարում եք խնդրահարույց, ինչու եք համարում խնդրահարույց եւ անդրադառնալով նաեւ խորհրդատվական հանձնաժողովին, հա, ինչպես կգնահատեք։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ ասեմ, որ մենք մի քանի դիտարկումներ հիմնական ունենք նախագծի վերաբերյալ, որոշները դրանցից վերաբերում են անգամ գործող կարգավորումներին, այսինքն գուցեև անմիջականային նախագծի սահմանված կարգավորման հետ առնչություն չունեն, սակայն քանի որ վերանայվում է այս ամբողջ կարգապահական բարույթներին առնչվող կարգավորումների հատվածը, հնարավորություն նաև հասցեագրելու այն խնդիրները, որ այսօր արդեն ես գործող օրենսգրքում առկա են։ Հիմնական խնդիրները, որ մենք արձանագրել ենք, դա վերաբերում է էթիկա եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ընտրության կարգին, այս պահի դրությամբ թե գործող օրենսգրքով եւ թե նախագծով ըստ էության ոչ դատավոր անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, այսինքն դատավորները ընտրում են թե դատավոր անդամներին հանձնաժողովի կազմում ընդգրկված եւ թե ոչ դատավոր անդամներին, ըստ էության ամբողջ կազմը հանձնաժողովի ձևավորվում է դատավորների կողմից, հա։ Կխնդրեմ ներկայացնեք ինչ ռիսկեր է սա իր մեջ ընդգրկում եւ ինչ եք դուք առաջարկում։ Մենք իհարկե այստեղ շատ լուրջ ռիսկեր տեսնում ենք եւ մեր մտահոգությունները եւ առաջարկները նաեւ հիմնավորվում են միջազգային լավագույն փորձով եւ չափանիշներով, Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ կարծիքներով, որոնք հանգում են նրան, որ կորպորատիվիզմի, դատական կորպորատիվիզմի ռիսկերը կանխարգելելու եւ նվազեցնելու եւ միաժամանակ այդ հավասարակշռումը մի կողմից հանձնաժողովի ուրեմն անկախությունը ապահովելու, մյուս կողմից թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը եւ վերահսկողությունը ապահովելու նպատակով պետք է լինի հավասարակշռված կազմ հանձնաժողովի ներսում եւ այդ հավասարակշռումը ոչ միայն ենթադրում է դատավոր անդամների եւ ոչ դատավոր անդամների ներկայություն, այլ նաեւ դրանց ընտրության կարգի տարբերակում, այսինքն դատավոր անդամները բնականաբար պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ ոչ դատավոր անդամները ընտրությունը պետք է վերապահվի այլ անկախ մանրին, դա կարող է լինել անկախ մասնագիտական հանձնաժողով, որոշ դեպքերում տեսնում ենք, որ նաեւ խորհրդարանը կարող է այդ ընտրությանը մասնակցել։ Այստեղ առանցքայինը մեզ համար այն է, որ չձևավորվի այս հանձնաժողովը ամբողջությամբ ըստ էության դատավորների կողմից ընտրված դատավորների կամ այլ ներկայացուցիչների միջոցով։